Մեզ աշխարականներից վայել չէ դատել քահանաներին, թեկուզ մեղք գործեն։ Եկեղեցի Սուրբ Հայրերը այս ախտը համարում են դիվական, որի պատճառով շատերն ընկնում են կորստյան վիհը։ Շատերը ցավոք չեն հասկանում, եւ եթե հասկանային կգիտակցեին, թե ինչ մեծագույն չարիք են գործում դատելով հոգևորականին, Աստծո օծյալին։ Եթե մեր Տերը զգուշացնում է մեզ միմյանց չդատել, ապա որ չափ առավել պարտավոր ենք զգուշանալ հոգևորականներին դատելուց։ Քահանան ամենակալ Տիրոջ պատգամաբերն է, Աստծո եւ մարդկանց միջև միջնորդ, հոգիների բժիշկ, երկնավոր հրեշտակ, խավարը հալածող լույս։ Ներսեր շնորհալին քահանայական երկնավոր գործն ավելի վեր է դասում, քան հրեշտակային գերաշխարհիկ զորությունները։ Պողոս առաքյալն ասում է. լսեցեք ձեր առաջնորդներին եւ հնազանդվեցեք նրանց, որովհետեւ նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Իսկ երբ չենք լսում մեր հոգևոր առաջնորդներին եւ լինում անհնազանդ, Աստծուն ենք հակադրվում եւ արհամարում ըստ Տիրոջ խոսքի. ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողին։ Հիշենք, որ Աստված հոգևորականների միջոցով է կատարում եկեղեցու սրբազան խորհուրդները, եթե արհամարես Աստծո առջև ես մեղանչում, որը նրան ձեռնադրեց եւ նրա միջոցով ինքն է կատարում պատարագի խորհուրդն ու մկրտությունը։ Սթափվենք, սիրելիներ, հեռու վանենք մեզանից միմյանց դատելու, հատկապես կրոնավորներին դատելու ախտը, գիտակցենք, որ յուրաքանչյուրս մեր գործած սխալների ու մեղքերի համար ենք պատասխանատու Աստծո առջև։ Մեզանից յուրաքանչյուր ոք Աստծուն հաշիվ է տալու իր համար։ Քրիստոնեական գիտակցումով մենք պարտավոր ենք մշտապես աղոթել մեր հոգևոր հայրերի ողջ հոգևորականած դասի հավատի անսասանության զորացման համար։ Աստված պահապան եւ զորավիք ազգիս հայոց հորը եւ ողջ հոգևոր դասը։